Անկլավների խնդրի լուծումից մինչև Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի մանրամասներ 2018-ի հեղափոխության օրերի հանդիպումներից մինչև այսօր զինված ուժերում տեղի ունեցող փոփոխություններ։ Ավելի քան 1 ժամ վարչապետը խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ հարցեր կլուծի։ Բացարձակ չէ ընկալումը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն նախքան խաղաղության պայմանագրի կնքումը, նշեց Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հարցին, թե ինչպես է խաղաղության գնում մի երկրի հետ, որտեղ հայ գերիներ են պահվում եւ որի ղեկավարը շարունակում է խոսել կոշտ ռետորաբանությամբ։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Բայց ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ նշանակում։ Ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք։ Դա մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ։ Եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, որտեղ նա մեղադրում է Հայաստանին բանակցային գործընթացից հրաժարվելու եւ սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար, վարչապետը նախ նկատեց. միջպետական հարաբերություններում բանավոր խոսակցություններին հղում անելը լավ ժանր չէ։ Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային։ Ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Հետևաբար ճիշտ չէ նաև Սերժ Սարգսյանի պնդումը, որ ինքը բանակցություններն այդ ժամանակ փակուղի է տարել։ Ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվել։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Ըստ վարչապետի, երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, կներկայացվեն 2016-ի հուլիսին եւ օգոստոսին արված բոլոր առաջարկները։ Վարչապետը բանակցային փաստաթղթերը խոստացել է հրապարակել մինչև տարեվերջ։ Լուրերի դիտարկմանը, որ Սարգսյանը սա որակել է վարչապետից կորզած խոստում, Փաշինյանը պատասխանեց. Ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցին խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։ Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ։ Հարցին նպատակն ընտրություններին ընդառաջ հրապարակելն է, վարչապետն արձագանքեց։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Վարչապետը նաեւ տեղեկացրեց, հանձնարարել է գաղտնազերծել Սարգսյանի մի նամակ, որն ուղղված է այլ երկրի ղեկավարի։ Իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Անդրադարձ եղավ անկլավների հարցին։ Փաշինյանը վերջերս Facebook-ի իր էջում գրել էր, որ Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն։ Չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Ինչ վերաբերվում է սցենարներին, սահմանազատման գործընթացի ճանապարհով մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի
Ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Անդրադառնալով Արցվաշենի դեպքում օրինակ փոխանակման հնարավորությանը, վարչապետն ընդգծեց, առանց Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտման դա տեղի ունենալ չի կարող։ Եթե նույնիսկ հանրաքվե չլինի, պետք է քաղաքացիների համաձայնություն լինի։ Հարց հնչեց նաև Սարգսյանի այն հայտարարության մասին, որ նախկին նախագահները 44-օրյա պատերազմի օրերին դիմել են Փաշինյանին, որ նա Ռուսաստանի իշխանություններին տեղյակ պահի եւ իրենք գնան այնտեղ հանդիպման։ Իսկ Փաշինյանը նրանց պատասխանել է, որ եթե ուզում են, կարող են գնալ։ Ինչու չի տեղեկացրել Ռուսաստանի իշխանություններին հարցին, Փաշինյանը պատասխանեց. Օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնանք։ Ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում է, իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Ճեպազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2018-ին Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկիին ասել է, իրեն փոխվարչապետի պաշտոն են առաջարկել, եթե փողոցը հանդարտեցնի։ Դա ի սկզբանե սուտ է։ Դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ երեկվա հավաքը նկատում։ Չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այդ համատեքստում վարչապետը հիշեց 2018-ի հեղափոխության օրերին իր եւ Կարեն Կարապետյանի հանդիպումը Մեկուսարանում, երբ Փաշինյանին ձերբակալել էին։ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով, եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրում է գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարակալ տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի եւ գործող իշխանությունը չի վերընտրվի, վարչապետը նկատեց։ Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների մասին արդյոք վարչապետը միայնակ է մնացել Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացում։ Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հապի, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Ո՞վ է որոշում պատարագի ժամանակ ծափարում են, թե չէ։ Պատարագին ծափարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով
դա կարևոր է ինձ համար իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետեւ ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց պատարակների շարքը։ Դա եկեղեցու դեմ արշավ չէ, այլ Մայրաթորի հոգևոր ու բարոյական նորոգում, ասաց նա։ Իմ թեզը որն է, ես ասում եմ, մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Իսկ Մայրաթոր վարչապետը կգնա, երբ իր խոսքերով բավարար չափով իրեն մաքրված զգա։ Շրջանցվեց նաև բանակի բարեփոխումների թեման։ Վարչապետն օրեր առաջ ռոբոտի մասին տեսանյութ էր հրապարակել, կից գրելով. «Մեր զինվորների նոր բարեկամը»։ Համացանցում որոշ շրջանակներ մեկնաբանություն էին գրել, թե պատվիրված է Թեմուից։ Լուրերի հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց. Վաճառքում կան, խանութում երևի, բայց վաճառքում կան, նայում ես Կալաշնիկովի ավտոմատը։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենք է ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջբերում, որտեղ ասում է Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել այդտեղից եւ մենք դա ավելի հաճախ պետքա հիշենք, որի մեջ կա նաեւ այս արտահայտություն, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Մենք երբեմն շատ հեռու ենք մնում դրանից։ Վարչապետն առաջարկեց նաև հայաստանյան լրագրողների համար այց կազմակերպել զինված ուժեր։ Նպատակը գաղտնիություն պահելով տեսնելու հասկանալ, քննադատությունները հիմք ունեն, թե ոչ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։